Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 16 Ինձ մոտ եկեք Մատթեոս ավետարան 11:28 Քրիստոնեության անփոփոխ կոչը եկեք քնքուշ խոսքն է։ Հրեական օրենքը խստորեն ասում էր. հետևիր ընթացքիդ։ Եթե խախտես պատվիրանները կմեռնես, իսկ եթե պահես կապրես։ Օրենքը սպառնում էր մտրակով, իսկ ավետարանը ձգում սիրով։ Հիսուսը բարի հովիվն է, որը քայլում է ոչխարների առջևից և այդ քաղցրահունչ եկեք բառով նրանց կոչ է անում իրեն հետևել։ Օրենքը վանում է, ավետարանը ձգում է։ Օրենքը հեռավորություն է սահմանում Աստծո ու մարդու միջև, ավետարանը կամուրջ է գցում անդունդի վրա, ու մեղավորն անցնում է դրա վրայով։ Մեր հոգևոր կյանքի ամենասկզբից ընդհուպ մինչև փառքով համբարձվելը Քրիստոսը մեզ դիմում է միևնույն բառերով. եկեք ինձ մոտ, եկեք։ Նա դա անում է ինչպես մայրը, որը մեկնում է ձեռքն իր փոքրիկներին ու կանչում. արի։ Նա միշտ առաջնորդելու է մեզ, կոչ անելով հետևել իրեն, ինչպես զինվորն է հետևում հրամանատարին։ Նա միշտ լինելու է առջևում, հարթելով ճանապարհը, և նրա ձայնը մեզ կանչելու է կյանքի բոլոր օրերում։ Հեռանալու անխուսափելի ժամին նա մեզ կմտցնի երկնային երկրի, արտաբերելով այս հաճելի բառերը. եկեք, իմ հոր կողմից օրհնվածներ։ Մատթեոս ավետարան 25:34 Իմ հավատացյալ ընկեր, եթե դու Քրիստոսինն ես, ապա արի բառը ոչ միայն քեզ ուղղված է, նրա կոչը կլինի, այլև նրան ուղղված քո խոսքը։ Չէ՞ որ դու անհամբերությամբ ես սպասում նրա երկրորդ գալուստին և ասում ես. արի Տեր Հիսուս։ Դու ավելի սերտ շփում ես փափագում քո փրկագնողի հետ, երբ նա կանչում է արի, պատասխանիր նրան հետևյալ կերպ. արի Տեր իմ, և ապրիր ինձանում, արի ու բազմիր իմ սրտի գահին, թագավորիր, իշխիր, այնտեղ կատարելապես և ինձ ամբողջությամբ նվիրիր քեզ ծառայելուն։